Իմ զրուցակիցը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն է։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Առաքելյան, այսօր Հայաստանի վարչապետը, երբ ներկայացնում էր բյուջեն, այսպիսի մի հայտարարություն արեց, որ հեղափոխությունից հետո այսօր մենք 50%-ով ավելի լավ ենք ապրում, քան նախքան հեղափոխությունը։ Այստեղ դուք այսօր նկատեցի հրապարակել էիք, որ աղքատությունը նվազել է միայն 3%-ով, չնայած որ նախընտրական խոստումը լրիվ այլ բանի մասին էր, կիսով չափ նվազեցնելու մասին էր, եւ եթե մենք պարզապես թվերով դա ներկայացնենք, այսինքն 26.4%-ից դարձնել 13.2%-ը չի իրականացել, 4 տարում աղքատությունը դարձել է 23.7%։ Խնդրում եմ ասեք, ինչպես այս թիվը համադրել վարչապետի ավելի լավ ապրելու տեսության հետ։ Նախ անդրադառնանք այդ հաշվարկին, խոսքը վերաբերում է նրան, որ 18 թվականի համեմատ միջին աշխատավարձը ավելացել է մոտ 75%-ով, դրանից հանած մոտ 25% գնաճ է, այսինքն 50%-ով միջին աշխատավարձը ավելացել է։ Հիմա վիճակագրությունը այո փաստում է այդ 50%-ով աշխատավարձի աճը, բայց քանի որ եւ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը մաթեմատիկական գիտելիքներից կաղում է եւ շատ հաճախ նման տարական պրոցեսներին այլ մեկնաբանություն են տալիս, բայց մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է եւ այստեղ ամեն ինչ ճշգրիտ է։ Ինչ է տեղի ունենում։ Ինչ է նշանակում 50%-ով աճ, այսինքն բոլորի աշխատավարձը տարբեր չափ աճում է, միջինը եթե հաշվում ենք, ստացվում է 50%։ Հիմա ինչ է տեղի ունեցել։ Մոտավորապես 50% աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացել է մինչև 25%-ով, այսինքն բավականին քիչ, եւս 20%-ի, այսինքն ընդհանուր 70%-ի աշխատավարձը 50%-ից քիչ է բարձրացել, այսինքն ընդամենը 30%-ի աշխատավարձն է բարձրացել 50% եւ ավելի, այսինքն եթե այդ Նիկոլ Փաշինյանի տերմին բանությամբ խոսենք, ընդամենը 30%-ն է 50%-ով լավ ապրում եւ ոչ թե ամբողջ բնակչությունը, այսինքն պատկերավոր ասած հիմա եթե ձեր կոլեկտիվից 2 հոգու աշխատավարձ բարձրացնել, մնացածինը չբարձրացնել, միջին աշխատավարձը բարձրանում է, բայց դա չի նշանակում, որ բոլորը սկսում են լավ ապրել, ընդամենը այդ 2 հոգին լավ կապրեն։ Ընդ որում, եթե խոսենք ամբողջ բնակչության մասին, մասնավորապես աշխատունակ բնակչության, որովհետև Հայաստանում 2.3 միլիոն մարդ չափահաս է, այսինքն աշխատանքի ունակ է, այսինքն պետք է աշխատի եւ այսինքն եկամուտ ստանա, որ ապրի, բայց մոտ 800,000-ն է աշխատավարձով հաստ ապրում։ Այսինքն փաստացի ստացվում է, որ աշխատունակ բնակչության ընդամենը 10%-ի եկամուտներն են 50%-ից ավել աճել, այսինքն ընդամենը 10%-ի վրա է անդրադարձել, բայց մի կարևոր հանգամանք էլ գաղտնիք չէ, որ մինչև 2018 թվականը որոշ չափով նաև հիմա արկա էր ստվերային աշխատավարձ հասկացությունը, այսինքն մարդիկ ստանում են աշխատավարձ եւ գրանցված չէ։ Եվ հիմա այս տարիների ընթացքում անդադ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է աշխատավարձերի բարձրացման մասին, դա ավելի շատ աշխատավարձերի գրանցման մասին է խոսքը, ոչ միայն բարձրացման։ Իհարկե դա էլ է լավ, որ հարկային վարչահայտության շնորհիվ աշխատավարձերը գրանցվել են, դրանից եկամտային հարկ է մոծում, բայց սա դրա մասին չէ խոսքը, այսինքն ինչ է տեղի ունեցել։ Մարդը ստացել է 200,000 դրամ, որից 100,000-ը գրանցված է եղել, 100,000-ը կանխիկ է ստացել։ Հիմա հարկային վարչահայտության շնորհիվ այդ մարդը ստանում է 200,000 գրանցված, այսինքն վիճակագրության մեջ ստացվում է, որ մարդը ստանում էր 100,000, հիմա աշխատավարձը կրկնապատկել է, ստանում է 200,000, բայց իրականում այդ մարդու կյանքում բան չի փոխել։ Ի վերջո ինքը նույն 200,000-ն է ստանում։ Հետաբար նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը, եթե հիմք ընդունենք, որ աշխատավարձերը բարձրացել են 50%-ով, դա ամենևին չի նշանակում, որ մարդկանց եկամուտները բարձրացել են 50%-ով։ Մի մասը դրա զգալի մասը, որի մասին բազմիցս նաև կառավարությունն է ասել, այս տվերային հատվածի վերականգնում է։ Եվ արդյունքում այդ նշած թիվը որ կար, սա հենց խոսում է նրա մասին, որ աղքատության հաղթահարման վրա այս ամենը ունեցել է շատ փոքր անդրադարձ։ Այ ինչ ցուցիչն է, որ ցուցիչն է կարևոր, որպեսզի մենք կարողանանք իրոք հասկանանք, որ մարդկանց սոցիալական վիճակը լավացել է, որտեղ մեր զրույցն էլ այսօր երևանցիների հետ, փողոցում պատահական մարդկանց հետ վկայում էր այն մասին, որ մարդիկ ասում էին խանութ ենք մտնում, ոչինչ չառած դուրս են գալիս եւ գումարը չկա։ Այսինքն բնական է, որ չեն կարծում, որ 50%-ով ավելի լավ են ապրում։ Որն է այն ցուցիչը, որով պետք է այդ հաշվարկը արվի, որպեսզի ոչ թե դա լինի միայն թվաբանական պատկեր, այլ իրական պատկեր, այսինքն սպառումը, եկամուտները, արդարությունը, անվտանգությունը, որն է այստեղ։ Դրա մարդկանց, որ մարդիկ սկսում են լավ ապրել կամ աղքատությունը հաղթահարում է, դրա
թվաբանական պատկերն է կա, դրա վիճակագրությունն էլ կա, դրա նաև միջազգային ցուցանիշներն է կա։ Gini գործակից է կոչվում, բայց որ շատ չբարթացնենք մեր քաղաքացիների համար, կոչվում է եկամուտների բևեռացում։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Նշեցինք, չէ՞, տարբեր մարդիկ տարբեր աշխատավարձ են ստանում, տարբեր եկամուտ։ Խնդիրը, միջին եկամուտը Հայաստանում կարող է բարձր լինել։ Խնդիրը եկամուտների բևեռացումն է, այսինքն ինչքան է ամենահարուստ, օրինակ 10% քաղաքացիների եկամուտը բարձր ամենաաղքատ 10% քաղաքացիների եկամուտից։ Հիմա մեր խնդիրը որը պետք է լինի որպես պետություն։ Եկամուտների բևեռացումը գնալով փոքրացնել, այսինքն որ ավելի շատ եկամուտը աճի աղքատների մոտ, քան հարուստների մոտ։ Իսկ մեր մոտ տեղի ունենում հակառակը։ Հարուստներն ավելի են, քանի որ աղքատներն որը նաև կարա լինի բնական, այսինքն հիմա մարդիկ աշխատում են, լավ են աշխատում, ինչ որ բիզնեսներ կա, ինչ որ ոլորտներ կա, ասենք IT ոլորտն է, ֆինանսական ոլորտն է, որտեղ բնական է այդ ոլորտների աշխատողների աշխատավարձը բարձրանում է, որը անդրադառնում է միջինի վրա։ Իսկ կան մարդիկ, ովքեր աղքատության մեջ են, չեն կարողանում հաղթահարել աղքատությունը։ Հետևաբար պետության գործառույթը պետք է լինի օգնել ավելի շատ այն մարդկանց, ովքեր ունեն ցածր աշխատավարձ, քան այն մարդկանց, ովքեր ունեն բարձր աշխատավարձ։ Դրա տարբեր մեթոդներ կա, օրինակ չհարկել ցածր աշխատավարձ ունեցողների աշխատավարձը, այսինքն նվազագույն աշխատավարձը հիմա բոլորը նույն ձևով են հարկվում, որոշակի խթաններ մտցնել նաև բիզնեսի համար։ Այսինքն մեր նպատակը պետք է լինի այդ 24% աղքատության մեջ գտնվող քաղաքացիներն են, որ այսինքն փաստացի գալիս է 1/4 ամեն 4-րդ ընտանիք Հայաստանում աղքատ է։ Այսինքն մոտապես մի 7-800,000 անձի մասն է խոսքը, որը հսկա, այսինքն ինչ պետք է անենք, հասկանանք այդ մարդիկ ինչ խնդիրներ ունեն, կառավարությունը նպաստի այդ մարդկանց աղքատության հաղթահարման, այսինքն այդ մարդկանց մոտ եկամուտների գեներացմանը, որովհետև նույն տրամաբանությամբ տարեկան վերջին տարիներին միջինը նաև արտաքին գործոնները հաշվի առնելով մոտ 7-8% տնտեսական աճ է արձանագրվում, որը մեր նման երկրի համար նորմալ ցուցանիշ է, բայց մենք ինչ ունենք էլի, այդ 7-8% տնտեսական աճը էլի չի ազդում մարդկանց վրա, որովհետև մի քանի ոլորտներում տեղի ունենում համախառն ներքին արդյունքի աճ, այդ ոլորտների մի քանի ընկերություններ մեծ արտադրանք են ունենում, մեծ շահութաբերություն են ունենում, որը չի նպաստում մեծ թվով քաղաքացիների եկամուտների բարձրացմանը։ Նույնը բիզնեսի մեջ է, այսինքն հիմա ինչ է տեղի ունենում։ Մեր մոտ համախառն ներքին արդյունքի վրա ավելի մեծ ազդեցություն ունենում խոշոր բիզնեսները, այսինքն խոշոր բիզնեսները հաջողում են նաև արտաքին գործոններով պայմանավորված մեծ արդյունք են ցուցաբերում, համախառն ներքին արդյունքը աճում է, իսկ համախառն ներքին արդյունքի մեջ շատ չնչին է փոքր բիզնեսի ազդեցությունը։ Այսինքն պատկերավոր ասած, նույնը տնտեսության մեջ համախառն ներքին արդյունքի աճի վրա պետք է ոչ թե 10, 20 կամ 1000 խոշոր հարկատուները նպաստեն, այլ 100,000 փոքր բիզնեսները նպաստեն։ Հետևաբար կառավարության քաղաքականությունը պետք է լինի ավելի շատ մարդկանց, ավելի շատ բիզնեսին աջակցել, որպեսզի նրանք հաղթահարեն աղքատությունը։ Նիկոլ Փաշինյանը այսօր ուրիշ կերպ այդ ամեն ինչը բացատրեց, որ մրցունակ կրթություն ունեցող մարդիկ են այսօր մեր երկրում բարձր աշխատավարձ ստանում։ Ես կխնդրեի ձեր մոտեցումը այս հայտարարությանը անել հաշվի առնելով նաև այն հանգամանքը, արդյոք սա չի նշանակում, որ պետությունը ինչ որտեղ նաև խուսափում է սոցիալական պատասխանատվություն կրելուց։ Այն որ հասարակության մեջ որակյալ կրթություն ստացած անձը ավելի հավանական է, որ բարձր եկամուտ ստանա, քան ցածր կրթություն ստացածը, դա ամբողջ աշխարհում է, հետեւաբար այդտեղ նորություն չէ, այո, բայց պետության ֆունկցիան նա է, նաև կրթության հասանելիությունը, կրթության որակը բարձրացնել, առաջին հերթին այսպես խոցելի խմբերի համար, որովհետև մենք ինչ խնդիր ունենք, նայեք, աղքատությունը նաև ոչ միայն այդ պահին է խնդիրներ առաջացնում, այսպես կոչված մենք ունենք ցավոք աղքատության ժառանգականություն։ Իսկ տեսեք, կա ընտանիք, որը ունի ցածր եկամուտներ, վատ է ապրում, ու այդ ընտանիքը չի կարողանում ապահովել իր երեխաների համար որակյալ կրթություն։ Ու այդ երեխաները չստանալով որակյալ կրթություն, մեծանում են, չեն կարողանում նորմալ եկամուտ ստանալ, դառնում են, շարունակում են լինել, արդեն լինում են նոր աղքատ ընտանիքներ։ Ու այդ շղթան անverջ կարող է գնալ, որովհետև մենք հաճախ ասում ենք, չէ, մարդիկ 30 տարի աղքատ են, նպաստ են ստանում։ Այո, մի աղքատ ընտանիք չի կարողանում իր երեխաների համար կրթություն ապահովել, ու այդ երեխաներն էլ են դառնում աղքատ։ Հետևաբար պետությունը աղքատության վերացումը ոչ միայն պետք է հասկանա եկամուտների մասով, այլ նաև ինչ է պետք մարդուն, որակյալ կրթություն ու որակյալ առողջապահություն ստանա։ Իսկ այդ մարդիկ պետք է ոչ միայն չունենան խնդիր, այլ նաև ավելի որակյալ կրթություն ստանան, քանի որ նրանք գտնվում են, հիմա ինչ է, այսպես ոնց որ վազքի մրցույթ լինի, ինչ որ մարդիկ 100 մետր հետ են,
ու անընդհատ իրանք այդ 100 մետր հետ են, ինչքան է արագ վազեն, մեկը չեն կարողանալու հասնել։ Սա նաև այդ է այդ։ Իսկն այդ եկամուտների բևեռացման պատճառը նաև այս կրթության բևեռացումն է։ Այդտեղ պետության սոցիալական պատասխանատվությունը պետք է լինի շատ բարձր մակարդակի վրա ու բոլորի համար կարողանա ապահովել որակյալ կրթությունը։ Տեսեք, նաև մենք այսօր շատ բողոքում ենք, որ մեր կրթական համակարգն էլ այն համակարգը չէ, որտեղ կարող ենք մենք ստանալ այդ բարձր կրթությունը, եւ մարդիկ էլի դրանք, ովքեր որ գումար, փող ունեն, հիմնականում նրանք են գնում դրսում սովորելու, վերապատրաստվելու եւ գալու։ Այստեղ նորից այդ խնդիրն է առաջանում։ Եթե ձեր ասած այդ ժառանգականությունը կա, ընտանիքը չի կարողանում ապահովել իր երեխայի կրթությունը, որ դրա համար մնում է երեխան, այսպես ասենք, աղքատության մեջ, այստեղ նաև եթե Հայաստանում անգամ կրթությունը այն որակը չի տալիս, ինչպես ես դու այդ դեպքում այդ մարդուց պահանջում, որ դու լինես բարձրակարգ կրթված եւ ձգտես բարձր աշխատավարձի։ Եթե մենք չենք խոսում դուրս գնացող սովորողների մասին մեր երկրի շրջանակում։ Ճիշտ է, դա փակ շղթա է, այսինքն բարձր եկամուտ ունեցողները հնարավորություն ունեն ստանալ որակյալ կրթություն, հետո վաստակել ավելի շատ եկամուտ ու նույնը անեն աղքատ բնակության մոտ է, հետեւաբար այդտեղ պետության ֆունկցիան պետք է լինի, ընդ որում կրթություն ասած ինքը պետք է այս տեսանկյունից սոցիալական դիտարկենք լայն որպես ծրագիր համակարգ, այսինքն պետությունը պետք է մարդկանց տա գործիքներ, որպեսզի մարդը կարողանա իրացնի իր կրթությունը, իր պոտենցիալը։ Իսկ ինչը մարդը ունի որոշակի բազային գիտելիքներ, պետք է ստանա այնպիսի կրթություն, այնպիսի գիտելիքներ, որ հետո կարողանա այդ ամեն ինչը վերածի աշխատանքի, վերածի եկամուտ, այսինքն կրթություն մենք չենք խոսում միայն դասական, դպրոց, բարձրագույն կրթություն, այսինքն կա այնպիսի միջավայր, որպեսզի մարդը կարողանա իր ստացած գիտելիքներով արժանապատիվ եկամուտ վաստակի եւ իր ընտանիքի համար։ Ցավոք, այսօրվա մեր տնտեսության կառուցվածքը չի նպաստում, որպեսզի ավելի շատ թվով մարդիկ ներգրավվեն այդ համակարգում եւ մյուս կողմից նաեւ պետությունն է այստեղ թերանում, որովհետեւ մի բան կա, տեսեք, իհարկե կարելի է միշտ ասել, դե ազատ շուկայական տնտեսություն է, մարդիկ թող գնան, կրթություն ստանան, գնան աշխատեն, հիմա եթե մարդը չի կարողանում որակյալ կրթություն ստանալ, մենք ինչ անենք։ Ցավոք Հայաստանում նախնական պայմանները եղել են ու շարունակում են մնալ ոչ արդար։ Իսկ ակնհայտ է, որ սկսած 90-ականներից որոշ ընտանիքներ, որոշ բիզնեսներ ունեցել են նախնական կապիտալ ոչ արդար պայմաններով, ի տարբերություն այլ մարդկանց։ Այսպես ասած, չասենք թեկուզ միայն հանցավոր ճանապարհով, այսպես ասած ճակերտավոր շուստրիների հասարակություն ենք։ Ինչ-որ մարդիկ կառուցել են ինչ-որ ձևերով կապիտալ կուտակել, խոսքը միայն խոշորի մասին չէ։ Իսկ ինչ-որ մարդիկ չեն կարողացել։ Այսինքն ոչ իրավական, ոչ ստանդարտ իրավիճակում, ու մարդիկ, այսինքն առաջ են ընկել։ Ու երբ որ դու այսօր գալիս ես ստեղծում ես նույնիսկ արդար համակարգ, մեկը մարդկանց մի խումբ այդ արդար համակարգում արդեն զիջում, այսինքն բոլորը զրոյական կետի չեն, այսինքն այնպես չի որ ասած տեսականորեն բոլորը զրոյական կետում են, ասում ես դե բոլորիդ կրթություն եմ տալ, հիմա չեք սովորում, ես ինչ անեմ։ Այսինքն արդեն մարդիկ, հիմա կան բիզնեսներ, որոնք խոշոր բիզնեսներ են, այսինքն փոքր բիզնեսը արդեն չի կարողանում։ Պարզապես այդ կրթությունն էլ հարցամրցություն է, կրթություն է տալիս պետությունը, որ հետո պահանջում է։ Այո, իհարկե ոչ, հետեւաբար այստեղ պետության սոցիալական պատասխանատվությունը, որի մեջ մտնում է կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները։ Հիմա դա էլ է շատ կարևոր, խնդիրը մենք կրթությունը չէ։ Այսօր մենք մարզերում չունենք հնարավորություններ, բացի մի քանի խոշոր ընկերություններից։ Հիմա մարդը եկել է, լավ, Երևանում ստացել է որակյալ կրթություն ու նվիրված իր հայրենիքին, գնացել է իր մարզում, իր գյուղում կամ ինչ որ մի փոքր քաղաքում, միջին քաղաքում, Ալավերդի, Արթիկ, ասենք ինչ որ մի քաղաքում գնացել է ապրում, այստեղ ստացել է որակյալ։ Այդ մարդը որտեղ աշխատի։ Դա որ հիմնականում չեն գնում։ Հիմա երբ որ մարդը հետ է գնում նույնիսկ իր որակյալ կրթությամբ, Հայաստանի ենթակառուցվածքները, տնտեսական միջավայրը այնպեսին է, որ այդտեղ բիզնեսը չի գնում։ Հիմա մարդը ստացվում է այս կրթությունը ստացել եմ, հիմա ես որտեղ աշխատեմ։ Ունեմ շատ որակյալ մասնագիտական կրթություն։ Ձեր ասած տեսականորեն ընդհանրապես նույնիսկ դրսում է սովորել։ Բայց մարդը գնացել դրսում սովորել է, հետ է եկել ու ապրում է Ալավերդիում, Արթիկում կամ ասենք Վարդենիսում։ Որտեղ իր գիտելիքը։ Հիմա ասենք Վարդենիսում այդ դրսի հեղինակավոր համալսարան կրթություն ստացած է, որտեղ իր գիտելիքը օգտագործի։ Այդ ոնց է պետությունը ապահովում տնտեսական միջավայր, որտեղ միջազգային կրթություն ստացած անձը Հայաստանում կարողանա վաստակել նորմալ եկամուտ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, այ Փաշինյանի ասած հուսահատությունից դեպի երջանկության բյուջե ճանապարհը տեսանելի է ձեզ համար։ Ընդհանրապես երջանկությունը տարբեր կոմպոնենտներ ունի, որտեղ բարեկեցությունը մի մասն է, բայց բարեկեցությունից առաջ շատ կարևոր է անվտանգությունը։ Որում անվտանգությունը լայն իմաստով։ Եվ արտաքին անվտանգություն, ներքին անվտանգություն, առողջություն, միջավայր,
մաքուր օդ, շրջակա միջավայր, որը ցավոք այսօրվա իշխանությունները ոչ միայն չեն ապահովում, այլ նաև նոր մարտահրավերներ են ստեղծում։ Հետեւաբար այս ցուցանիշները, որ ազգային վիճակագրական ծառայության կայքում կան, ամենևին մարդկանց երջանկության մասին չեն։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, զրույցում էի Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ։